Առինջ մոլ մեծածախարևտրի կենտրոնն ընդլայնում է գործունեությունը։ Մոտ 2 ամիս ընթացող ամենօրյա շինարարությունից հետո Հայաստանում գործող մեծածախարևտրի ամենահարմարավետ կենտրոնը համալրվել է ավելի քան 70 նոր փակ տաղավարներով։ Այսօրվանից սկսած փոքր ու միջին բիզնեսի մի քանի տասնյակից ավելի ներկայացուցիչներ իրենց գործունեությունը կծավալեն հարմարավետ ու քաղաքակիրթ պայմաններում։ Հաշված օրերի ընթացքում այստեղ կառուցված բոլոր տաղավարները կհամալրվեն բազմաոճ ապրանքների լայն տեսականիով։ Խնդրանքին պարոն Ծառուկյանը անմիջապես արձագանքեց, հասկանալով մանր ու միջին բիզնեսի, ասենք ծանր այդ կեցվածքը, որ շատերը արդեն տրամադրված է որպեսզի երկիրը լքելու, բայց այս մարդը հույս տվեց մարկանց եւս մի անգամ ապրելու, իրենց ուրեմն բախտը փորձելու եւ ընտանիքներին մի կտոր հաց հայթայթելու։ Ամբողջ կյանքներս երազել ենք լավ պայմաններում աշխատել, բարեկիրթ պայմաններում աշխատել, չլինենք անձրևի փոշու կեղտի մեջ, շատ գոհ ենք, շատ ուրախ ենք, մարդիկ իրենց կզգան որպես մարդ, աշխատանքը եւ բարեհամբույր վերաբերմունքը ժողովրդին կբերի մեզ մոտ։ Պայմանները շատ լավ է, ասենք բնականաբար ինքը օդափոխման համակարգով ամեն ինչ կա, ամառը, անձրևը, ձյունը, ասենք ավելի լավ է, քան թե ասենք բաց է։ Այդ որ տեղի գումար արդեն չենք վճարում, դա արդեն շատ մեծ առավելություն է, որ դու դա դուրս չես տալի այդ գումարը, քո գործի մեջ ես դնում, քո շրջանառությունն ես ավելացնում։ Տեսնելով այս մեծ կառույցը, որ արդեն բոլորը գալիս են, ուրախանում են, թե ինչքան բարեկիրթ եւ հարմարավետ տաղավարներ են, մարդկանց հոսքը շատանում է, մարդիկ գալիս են, գոհ են, ես էլ որոշեցի, որ ցես լավ տաղավար ունենամ, վստահ ենք, որ մեր բիզնեսը կավելանա այն բանը, որ մենք տեղի փողի չենք տալիս եւ ավելի մեր գործը կլավանա։ Պայմանները շատ լավ են, շատ մաքուր, ակուրատնի, մենք ստեմ ենք շատ լավ ենք զգում, պաշտպանված ենք զգում ու գոհ ենք իրանից, որպեսզի սենց լավ բաներ անում, ոչ թե մեզ համար, այլ բոլորի համար։ Ամենակարևոր բանը, բարձ չկա։ Մենակ ասենք այդ ամսվա արենդը արդեն բոլ է, էլի։ Մարդիկ լիքը պրոբլեմներով եկան ու պատկերացրեք, որ այս 3 ամսվա մեջ բավականին պրոբլեմներ լուծեցին, զուտ նրա հաշվի, որ խոսքի ասենք բանկերի փողը տալիս էին արենդ, տեղի բարձ էին տալիս։ Հիմա ոնց որ թե նորմալանում ամեն ինչը, հիմա շարժ կա, մարդիկ ավելի հաճույքով են գալիս։ Մեկ էս առևտուր չեմ սիրեմ կյանքում, բայց դες թե հաճույքով եմ գալիս։ Պարոն Ծառուկյանը ոչ թե մենակ այս բիզնեսի առևտրի գործով լավ տնտեսություն է կարողանում կազմակերպել անել։ Նա անում է շատ բաներ եւ դա ի բարօրություն մեր հանրապետության, մեր ժողովրդի։ Եվ այսօրվա այս միջոցառումը եւս որ նվիրված է դարձյալ ժողովրդին օգնելու համար, ես համարում եմ բավականին հաջող եւ լավ։ Ես ինչով ուրախացա, ստեղի հետ կապված, որ լսեցի ճիշտ ասած աշխատողներից, որ ստեղ նաև բացվելու է շինարարությունի հետ կապված ու նաև մնացած մեքենաների կլինի, տնտեսական կլինի, այսինքն ստեղ ինչ է դառնում է այն, որ կոնկրետ եթե ես ինքս իմ վրա վերցնեմ, ես գալիս եմ ստեղ հագուստ գնելու, ես հնարավորություն ունեմ նաև իմ տան համար տնտեսական կլինի, մեքենայիս համար ապրանք կլինի, ես ասենք շատ հանգիստ կարող եմ դա վերցնել կոնկրետ մեկ վայրից։ Տեսնելով Առինջ մոլի հաջող գործունեությունն ու գնորդների աննախադեպ հոսքը 2 ամիս առաջ բազմաթիվ առևտրականներ դիմեցին Գագիկ Ծառուկյանին իրենց համար եւս տաղավարներ կառուցելու խնդրանքով։ Ընդառաջելով փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին Գագիկ Ծառուկյանը հանձնարարեց ամենասեղմ ժամկետներում ավարտին հասցնել նոր տաղավարների շինարարությունը։ Մեկնարկից կարճ ժամանակ անց դրանք արդեն ամբողջությամբ պատրաստ են։ Հայ ժողովուրդը բարիք ստեղծող է ու աշխատող, ընդամենը մի փոքր հնարավորություն ու արդյունքն անմիջապես երևում է դիմելով փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին, ասում է Գագիկ Ծառուկյանը, հիշեցնելով Առինջ մոլի կառուցման նախապատմությունը Multigroup կոնցեռնի հիմնադիրը շեշտում է, որ այս տոնավաճառն իրեն պետք չէ եւ դուրս է իր հետաքրքրությունների շրջանակից։ Ես չէի կարող անտարբեր լինել ինձ դիմաց հարյուրավոր մարդկանց հանդեպ ու օգնության ձեռք չմեկնել, ընդգծում է Գագիկ Ծառուկյանը, հավելելով, որ իր միակ նպատակը եղել է անելանելի իրավիճակում հայտնված առևտրականներին աշխատելու հնարավորություն ընձեռելը։ Սիրելի ժողովուրդ, դու գիտեք, որ հայ ազգը բարիք ստեղծող ժողովուրդ է, հայ ազգը աշխատող, արարող է, միայն իրեն հարկավոր է պայման հնարավորություն, որ նա կարողանա իր ընտանիքը լավ պահի, կարողանա ոտքի կանգնի, աշխատասեր։ Բոլորս էլ գիտեք, հիմնական մեր տոնավաճառի պատմությունը, նախապատմությունը, որ ասենք թե եկել են քանի անգամ մի քանի 100 հոգի, կոնյակի գործան, դիմելով, տոնավաճառը ինչ չի հետաքրքրում։ Դա իմ կալիբրի բանը չի։
Բայց մարդիկ հետո նորից հանդիպելով, այն պայմանով, որ բոլորդ էլ գիտեք, տնտեսական ճգնաժամ էր, մարդիկ ուզում են աշխատեն, պարտքերի տոկոսների տակ են խնդրելով, որ աշխատանքային պայման ստեղծեմ իրենց համար, եթե չնանք չեն ուզում իրենց երկրից գնան, ուզում են մնան, բայց պայման չկա, տոկոսի տակ են, պարտքերի տակ են։ Ես էլ այդ պայմանը իրենց ստեղծեցի, այսօր նայելով, որ բոլորը գոհ են, ոտքի են կանգնում, ժպիտ կա, ում էլ խոսցնես տրամադրություն կա, կարողանում է իր տունը պայի, իր տոկոսները պայի։ Նույնն էլ ասենք, թե եղել այդ պայմանավորություն աշխատանքային ձեր հետ, որը կար ժամանակամիջում արվել է, կարևոր աշխատեք, ոտքի կանգնեք, ձեր ընտանիքը պայեք, ձեզ հալալ լինի, շնորհավոր լինի Աստված ձեզ պահապանի։ Մարդը մինչև իրեն նեղություն չտա, ուրիշին լավ բան չի կարողանա։ Մեր մարդը պետք է կարողանա կայացած ունևոր մարդը մի քիչ իրեն նեղություն տա, որ կարողանա մյուսի համար լավ լինի։ Իսկ եթե մյուսների վիճակը լավ եղավ, մերը ավելի լավ կլինի։ Մի ծաղիկով գարուն չի գա, դա բոլորը պետք է հասկանան։ Դրա համար մարդիկ պետք է հասկանան, կարողանան ձեռք մեկնել, մի քիչ իրենց նեղություն տան, կարողանան որ դա պահենք, պահպանենք, անցած sense չի մնալու, ճիշտ հասկացեք։ Կապը, որ պետք է վերջնականապես կամնի, ուզքսի արդեն զարգանալ, բարձրանալ, դա ամբողջ աշխարհում է այսպես։ Այնպես չի, որ մենակ այսօր Հայաստանում է։ Կարևորը, որ մարդը կարողանա ժողովրդի օրինակի խոսքը ստանա, որ իմ երեխաները, թոռները վաղը տղաս անցնելուց, որ ասեն հալալա Ծառուկյանին, Աստված ձեզ պահապան, ձեր բռնած գործին հաջողություն լինի, իմացեք, որ միշտ ձեր հետ եմ, ձեր կողքին եմ։ Երբ բռնած գործն արդար է, հետագայում այն ոչ միայն զարգանում է, այլև նոր գաղափարներ են առաջ գալիս, նշում է Գագիկ Ծառուկյանն ու տեղեկացնում, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կառուցված բոլոր տաղավարները բաշխվելու են բացառապես արդարության սկզբունքով եւ առանց ծանոթ բարեկամ հաշվի առնելու։ Հիմա արդարացի կազմակերպեն, բոլորը կգաք կվերցնեք, այստեղ ասենք թե դրած, խնդիր չկա։ Հաթաթած ոչ մի բան չի երևում, վերցնում ես որ համարը։ Ու գնում ես քո խանութը բացում ես, աշխատում ես։ Ստեղծում ես։ Հրաժեշտից առաջ Գագիկ Ծառուկյանը կրկին անգամ շնորհավորում է ներկաներին եւ բարեհաջող առևտուր մաղթում, իսկ առևտրականները վիճակահանության միջոցով ստանում են իրենց տաղավարներն ու վերցնելով բանալիները շտապում բացել։ Հավանեցիք ձեր տաղավարը։ Ես իմ տաղավարից շատ ուրախ եմ, շատ գոհ եմ պարոն Ծառուկյանից։ Հոգաչափ իմ տանիքի հոգսը թեթևացրեցինք։ Շատ լավ, բախտս բերեց, տեղս շատ լավ էր, շատ շնորհակալ եմ պարոն Ծառուկյանից։ Ճիշտ ասած իմ սիրտս հենց այս կողմի վրա էր եւ տենց էլ բախտս բերեց, շատ լավ սարքած, ոչինչ չունենք ասելու, մնում է առևտուրը մնացածը ոնց կլինի։ Շատ գոհ ենք, թող պարոն Ծառուկյանի նման 1000 լինեն, բայց չկա ինքնամենակ։ Շատ գեղեցիկ է, ամեն ինչ նորմալ, ամեն ինչ հարմարավետ, գեղեցիկ, շատ շնորհակալ ենք Գագիկ Ծառուկյանից, միշտ անմարդկային պայմաններում առևտուր ենք արել արդեն 20 տարի, իսկ հիմա շատ գոհ ենք, շատ շնորհակալ ենք։ Երբեք նման պայմաններում չենք աշխատել, նույնիսկ կարող եմ ասել, որ շատ վատ վիճակում աշխատել ենք, տառապելով, ոնց որ մեր հացի գումարն ենք վաստակել, բայց այստեղ գալով, տեսնելով արած աշխատանքը, հույսով եմ, որ ապագան շատ լավ է լինելու, քանի որ այսօր բոլորի դեմքին ուրախություն ժպիտ եմ տեսնում։ Փրկեց մեր ժողովրդին, ովքեր որ այս մանր ու միջին բիզնեսով են զբաղվում, շատ գոհ ենք, շատ շնորհակալ ենք։ Ճիշտ է, 3 ամիս է ես հիմա անգործ եմ, բայց սպասել եմ անհամբեր այսօրվա։ Այսօր որ սենց կանգնում են անվճար, դա չգիտեմ, այն ձեռքերի վրա Ծառուկյանին պիտի տանենք։ Շատ լավ պայմաններ ա, դրա համար ուզեցենք այստեղ մեր գործարքը շարունակենք այստեղ։ Թեև ամեն ինչ լավ, նորմալ, մաքուր, սիրուն։ Շատ գոհ շնորհակալ ենք պարոն Ծառուկյանից, որը մեր համար այսպես հնարավորություններ է ստեղծում աշխատելու։ Այսօր աշխատատեղեր ստեղծելը ամենակարևոր խնդիրներից մեկն է մեր ժողովրդի համար։ Շնորհակալ ենք Առնիժմոլի բոլոր ղեկավարություններից, որ նման հնարավորություն են ընձեռել սոցիալական հարցերը լուծելու համար ժողովրդի։ Շնորհակալ ենք։ Գալով տեսնելով այս պայմանները, իհարկե ցանկություն առաջացավ ունենալու նման հնարավորություն աշխատելու համար։ Համարյա ամբողջ օրը գտնվելու ենք այստեղ աշխատանքային օրերին, հաճելի է նման աշխատանքային պայմաններում աշխատել։ Խանութներ ունեմ, բայց գալու եմ ստե ես։ Հիմնական իմ տեղը ստե է, իմ կլիենտերին ստե եմ բերում, հարմար է, իրանց համար էլ հարմար,
ստայանք կա ամեն ինչը։ Գոհ ենք, շատ շնորհակալ ենք պարոն Ծառուկյանից, որ այս կարճ ժամկետում պատրաստեց այս համալիրը, այս հաստատությունը։ Մենք համոզված ենք, որ լավ առևտուր կանենք եւ տեղի գումար չվճարելով, ասենք այդ գումարը կմնա մեր ձեռքում, մենք շրջանառություն կկատարենք եւ արդյունք կունենանք։ Ընդամենը 2 հատ ճանապարհ կար։ Մեկը Վեշմեշոկդ կապում ես ու Ռուսաստան, երկրորդը գայս է աշխատելու։ Պրոստը երկրորդ հնարավորությունը տվեց բոլորին։ Ունես որ այսօր չկա ինչ-որ մեկը, որ դժգոհ լինի։ Սկզբում ոչ մեկ չէր պատկերացնում, որ կարողացեք գային, բայց եկան ու աշխատեց։ Ընդարձակ տարածք, հարմարավետ ու լուսավոր տաղավարներ այստեղ ստեղծված են քաղաքակիրթ առևտուր կազմակերպելու բոլոր պայմանները։ Առևտրականները վստահ են, որ շատ շուտով իրենց հաջողվելու է ինչպես գնորդների մեծ բանակ ձեռք բերել, այնպես էլ հաջող գործունեություն ծավալել ու ընդլայնել սեփական բիզնեսը։ Վարդուհի Մելտոնյան, Արշակ Մարտիրոսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։